Սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, պատկառելի հանդիպում ենք նախաձեռնել ձեզ համար, պատկառելի մարդու հետ, մարդ, ով իր կյանքի 50 տարիները նվիրել է առողջապահության ոլորտին եւ իր ողջ կյանքի ընթացքում, կեսդարյա գործունեության ընթացքում ընդունել եւ ճանապարհել է ավելի քան 200,000 բուժառուի։ Սա ֆանտաստիկ թիվ է եւ մենք պարզապես յուրաքանչյուր հանդիպում մեզ ավելի է այսպես պարտավորեցնում ասելու այդ ամենակարևոր բառը՝ շնորհակալություն սիրելի բժիշկ։ Եվ այսօր այդ շնորհակալությունը բաժին է հասնում Թամարա Լամբարյանին, նա թերապևտ է, աշխատում է Սպիտակի բժշկական կենտրոնում եւ ամենակարևոր բանը, որ նրա մասին կարելի է ասել, նա պարզապես հրաշալի մարդ է, նրան բոլորը իսկապես սիրում են։ Բժշկուհի ջան, բարև ձեզ։ Մենք ձեր բոլոր բուժառուների շնորհակալությունն ենք բերել ձեզ, ձեր կեսդարյա գործունեության համար։ Ես ուզում եմ հարցնել, ինչպես եք կարողացել 50 տարի աշխատել, ինչպես։ Ես շատ սիրում եմ իմ մասնագիտությունը եւ ես երևի թե այն մարդկանցից եմ, որ հաճույք են ստանում, երբ որ հիվանդը առողջանում է։ Իսկապես ես ինձ բավարարված եմ զգում։ Եվ ապրել հիվանդի առողջացման հաճույքի համար եւ այդ հաճույքը վայելել 50,000 անգամ, դա ֆանտաստիկ է։ Գիտեք, թերապևտները առհասարակ ամենաբարդ այսպես առաջնագծում են ըստ էության, այսինքն այդ հիվանդության բացահայտման փուլը սկսում է հենց ձեզանից եւ հատկապես հիմա, երբ այսպես խնդիր կա հասնել ապացուցողական բժշկության, ձեր գործը առավել քան կարեւոր է։ Թերապևտի մասնագիտության մասին մի երկու խոսքով, ինչու ընտրել թերապևտի մասնագիտությունը, որոնք են բարդությունները, որոնք են այսպես առավելությունները։ Թերապևտի մասնագիտությունը ամենաբարդ մասնագիտություններից մեկն է, որտեղ բժիշկը պետք է ճիշտ կողմնորոշվի եւ ճիշտ ուղղորդի հիվանդին, դրանում է հաջողությունը։ Եթե հիվանդին ճիշտ ուղղորդենք, եթե ճիշտ չդիագնոզենք, բուժելը դառնում է մեզ համար բավականին դժվար եւ մենք չենք ունենա այն արդյունքը, որ ունենում ենք։ Այսինքն հիվանդը չի լավանա, պարզ է։ Իմ կարծիքով դա է։ Շատ լավ, եւ ձեր կյանքի այսպես մեծ մասը անցկացնել Սպիտակի բժշկական կենտրոնում, այսօր ժամանակակից տեխնոլոգիաները անմասն չեն, հա, Սպիտակի բժշկական կենտրոնը եւս հագեցած է եւ հագենում է, բայց ունեցել եք նաեւ դժվար տարիներ որպես բժիշկ, երբ տեխնիկապես որևէ հագեցվածություն չի եղել եւ ավելի դժվար է եղել առհասարակ կանխարգելել, ախտորոշել եւ այլն։ Երեք եւ այսօր տարբերությունները ինչ կա այսօր, որ ավելի լավ է։ Դե հիմա տեխնոլոգիաները զարգացել են, բժշկությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, երբ որ մենք սկսել ենք մեր աշխատանքը, օրինակ Սպիտակի բժշկական կենտրոնում, կար ռենտգեն ապարատ, ընդհանրապես ֆլյուորոգրաֆիա, էլեկտրոկարդիոգրաֆիա։ Մեր ունեցածը դա էր, բայց մենք հագեցած ենք կոմպյուտերային տոմոգրաֆիայով, գաստրոսկոպիայով, կոլոնոսկոպիայի մեր բոլոր հնարավորություններն ունենք հիվանդներին ճիշտ դիագնոզում։ Ես կարող եմ ասել, որ մեր կոմպյուտերային տոմոգրաֆիայի շնորհիվ փրկվեց ծննդաբերած հղին, որի մոտ դիագնոզվեց թոքային զարկերակի տրոմբոզ, շատ արագ կազմակերպվեց եւ աղջկա կյանքը փրկվեց։ Դա այդ առավելություններն է, որ տեխնիկապես հագեցած մեր հիվանդանոցը մեզ թույլ է տալի ճիշտ դիագնոզել եւ ճիշտ կողմնորոշվել ու ուղարկել հիվանդին կյանքը փրկելու համար։ Շնորհակալություն հայտնենք բժշկուհի Սիսակյանին մեզ նոր տեխնիկաներով հագեցնելու համար։ Շնորհակալ։ Այո, արդարության առաջ չմեղանչելու համար պետք է ասել, որ այո, բժշկուհի Սիսակյանը իսկապես կառուցողական կառավարում է իրականացնում եւ Սպիտակի բժշկական կենտրոնը վերջին տարիներին իսկապես դարձել է ոչ միայն մարզային, այլ հանրապետական նշանակության կարևոր կենտրոն։ Բայց այսօր խոսելու ենք բացառապես ձեր մասին։ Ես ուզում եմ ձեր երկար ու ձիգ աշխատանքային տարիներից հիշել ամենատպավորիչ դրվագը, ինչն է, որ ձեր հիշողությունից երբեք դուրս չի գա, երբեք չեք մոռանա։ Ոյ, ամենածանր տարիները մեր համար եղել է երկրաշարժից հետո, երբ որ չնայած նրան, որ ծանր կորուստներին ես 40 օր հետո վերադարձա աշխատանքի։ Ոչ մի պայման չկար, հավաքում ենք վրանները, որպեսզի աշխատեինք, եւ հավաքում էինք մենք։ Բժիշկներով, բուժաշխատողներով, մնացած տեխնիկական աշխատողներով մեզ հաջողվեց
հավաքել վրաները մի վրանը որպես թերապիայի բաժանում, մյուսը վիրաբուժական բաժանում եւ սկսեցին վիրաբուժներն էլ աշխատել թերապևտներն էր եւ դա մեր երևի կյանքի ամենածանր տարիներն էր, որ աշխատում ենք վրաների տակ, հետո կառուցվեց այս մեր հիվանդանոցը նորվեգական, որ տեղափոխվեցինք այստեղ, բայց ամենածանր տարիները դրանք են, ես ձեզ ասեմ, հիշելը ավելորդ է։ Ավելորդ է հիշել, այո։ Եվ պատիվ ձեզ, որ նաև այդ տարիներին եւ հատկապես այդ տարիներին եղել եք առաջնագծում եւ դուք էլ նշեցիք ծանր կորուստներից 40 օր անց վերադառնալ կրկին առաջնագիծ եւ կրկին պայքարել մարդկանց կյանքերի համար, դա կրկնակի հերոսություն է, այսինքն ձեր հերոսությունները այնքան շատ են, որ մենք իսկապես խոնարհումով պիտի մոտենանք ձեզ։ Ես ուզում եմ նաև այս ընտրության մասին խոսեք, երբ մենք փնտրում էինք լավագույն բժիշկներին, ձեր անունը Սպիտակի բժշկական կենտրոնում առաջնայիններից էր, որ հնչեց։ Ինչ է սա ձեզ համար 50 տարի անց այս գնահատականը։ Ես շատ շնորհակալ եմ իմ կոլեկտիվին գնահատականի համար, ինչպես նաև Սպիտակի ժողովրդին։ Ես մի քանի ժամանակով բացակայել եմ աշխատանքից հիվանդության պատճառով եւ բոլորը անխտիր իրենց ոնց ասեմ նեցուկ են ձեզ։ Այո, զանգերով, հեռախոսազանգերով, թեկուզ ճանապարհին հանդիպելով դու լավ ես զգում քեզ, երբ որ քեզ հարցնում են բժշկուհի ջան, ինչպես ես, այսինքն անհանգստանում են քո առողջության համար։ Ու իմ համար դա ամենամեծ երևի գնահատականն է։ Եվ բնականաբար պիտի շատ վստահ լինենք, որ ձեր առողջությունը ձեզ պիտի տրվի, այսպես առավել ամուր պիտի դառնաք, որովհետև երբ գործ եք ունեցել 200,000 եւ ավելի մարդու կյանքի եւ առողջության հետ, վստահաբար Աստված տեսնում է ձեր ճանապարհը եւ ձեր փորձությունները պիտի հաղթահարվեն։ Ձեզ եւս մեկ անգամ ուզում ենք ասել շնորհակալություն, օրհնվեք, առողջ եղեք անսահման եւ մենք դեռ հանդիպելու ենք մեր գլխավոր միջոցառման շրջանակներում եւ դեռ իսկապես հրաշալի հանդիպումներ ունենք, որպես ամփոփում ես իհարկե ձեզ բերել էի բոլորի շնորհակալությունը, ուզում եմ ձեզանից տանել ձեր մաղթանքը, ինչ ունեք մաղթելու մեր հեռուստադիտողներին։ Մեր հեռուստադիտողներին ես մաղթում եմ, որ մեր երկիրը խաղաղ լինի, մեր ժողովուրդը առողջ լինեն եւ երկար ապրեն իրենց ցանկացած Հայաստանում։ Քիչ բառը ճիշտ ձևակերպեցի, բայց ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը իսկապես արժանի է, որ լավ ապրի ու խաղաղ երկրում ապրի։ Եվ սահմաններն էլ մեր անսասան լինեն։ Շնորհակալություն, օրհնվեք, ես խնդրում եմ ձեր ձեռքը, ես ուզում եմ համբուրել եւս մեկ անգամ օրհնվեք եւ առողջ եղեք։ Ձեզ իսկապես շատ սիրեցինք, ես կարծում եմ մեր հաջորդ հանդիպումները ավելի լավն են լինելու։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես ասացինք, ավելի քան 200,000 բուժառու եւ մեկ մարդ, ով իր կյանքի 50 տարիները շատ հաճախ մոռանալով, երբեմն ուրանալով իր ընտանիքը նվիրաբերել է բոլորիս համընդհանուր առողջությանը։ Մենք պիտի շարունակենք շնորհակալ լինել եւ պիտի խոսենք իսկապես լավ մարդկանց մասին եւ պիտի օրինակելի դարձնենք լավը այլևս ժամանակն է, որպեսզի մենք լավին լավ ասենք եւ իրապես լավերին ճանաչենք։ Շնորհակալություն, մենք դեռ հանդիպելու ենք։